Aynen. Փետրվարի 22-ն է, Կոտայքի մարզ, Եղվարդ Զովունի ավտոճանապարհին դեռևս անայդ հանգամանքներում Opel Magnishi ավտոմեքենան դեպի Զովունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարը, տեսնում եք, ժողովրդին հայտնի, դեռ սովետական տարիներին գործող, այժմ կարծես թե պարապուրդի մատնված Բոթասի գործարանի դիմաց է տեղի ունեցել։ Վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Պարեկների այդքան շատ նրանում էր կայանում, քանի որ ահազանգողը հստակ չէր նշել հասցեն, այլ ասել էր Եղվարդից Երևան տանող ճանապարհահատվածում։ Դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Նայիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության Նայիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության Նայիրի քննչական բաժին։ Իմ տեղեկություններով արդեն հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, ով այնուհետև կժամանի դեպքի վայր։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ահա այս մասից է մեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց, հեսա բախվել քարերին, հողերին, նույնիսկ ասում են մեկ կռուկ, մեկ շրջվել է նաև։
Եղվարդից է եկել, սենց սա իրա հետքերն է, այս իրա հետքերն է։ Սող Սող ես այրա բախումի հետքերն է։ Ոստեղ էլ ախապ է, հեսա։ Սովետի վաղտ հայտնի գործարանը Ադիդասի